Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։ Շնորհավորական խոսքում նախարարն ընդգծել է, որ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները։ Անդրադառնալով պարեկային ծառայության առանձնահատկությունների, ներքին գործերի նախարարը կարևորել է զգոնությունն ու իրավիճակների ճիշտ գնահատումը։ Նախարարն ընդգծել է, որ պարեկի աշխատանքը չի կարող գնահատվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թվով։ Ծառայության արդյունավետությունը արտահայտվում է բացահայտված հանցագործություններով, կանխարգելիչ գործողություններով, քաղաքացիներին ցուցաբերված օգնությամբ, դեպքերին իրավաչափ արձագանքելով։ Արփինե Սարգսյանը նշել է, որ պարեկային ծառայությունը ոստիկանության այն օղակներից է, որն ամենաշատն է առնչվում հանրության հետ, եւ յուրաքանչյուր ծառայողի վարքագիծն ուղղակիորեն ազդում է ոստիկանության հեղինակության վրա։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է, որ կարևոր է ի սկզբանե ձևավորել պարեկի պրոֆեսիոնալ կերպար, ապահովելով համակարգի նկատմամբ հանրության վստահությունն ու դրական վերաբերմունքը։ Շնորհավորելով առաջին սպայական կոչում ստացած պարեկներին, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել են բարձր պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, ապահովել հասարակական կարգի պատշաճ պահպանում։ Ավարտին ներքին գործերի նախարարը պարեկային 9 ծառայողի հանձնել է սպայական կոչումներ։ Ինչպես հայտարարվել էր, ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ 24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել փրկարար ծառայությունը, քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է հերթապահություն։ Փրկարարները ձիանառատեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու։ Միաժամանակ հունվարի 1-ից 7-ը պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարշարարություն։ Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը Երևանում, 500-ը մարզերում։ Պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր։ Այս պատկերը ցույց է տալիս, որ ինչպես ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար իրազեկումների, այնպես էլ պարեկային ծառայության վարչարարության արդյունքում վարորդները հիմնականում դրսևորել են պատասխանատու վարքագիծ, սահմանված ժամկետում փոխարինելով անվադողերը։ Փրկարար ծառայության եւ ոստիկանության ծառայողները համագործակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ առկա մերկասառույցի եւ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են տրամադրել գործընկերներին։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ պարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն Կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք, ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ պարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է պարեկային ծառայության ընդունելություն։
Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։